Շնորհակալություն մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մենք քիչ առաջ ավարտեցինք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը եւ որոշ փոփոխություններ են կատարվել նախագծի մեջ, որոնք կներկայացնեմ։ Ես մեր հայրենակիցներին հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը։ Այս նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն։ Ու քանի որ երեք բազմաթիվ զանգեր ու նամակներ են եղել, ըստ էության մեր համակարգացիների մոտ մի քիչ թյուր ընկալում էր ստեղծվել, թե սա ում է վերաբերվում, ես եւս մեկ անգամ փորձեմ շատ պարզ ասել։ Ուրեմն այս նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, բոլորը անխտիր ֆիզիկական անձանց է խոսքը վերաբերում, իրենց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը։ Այսինքն կապ չունի մարդը առաջին անգամ է լրացնում, երկրորդ անգամ է լրացնում, իրենց բոլորի համար վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը։ Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի, այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը։ Ընդհանրապես դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածը։ Ինչի համար է որոշվել, որ մարտի 2-ից սկսած մարդիկ հայտարարագրեր լրացնեն, հիմա գործող կարգավորումներով հունվարի 1-ից սկսած էլ կարող են լրացնել, որովհետև հարկային գործակալները, այդ մասին պարոն Պողոսյանն էլ նշեց հանձնաժողովի նիստում, կարծում եմ մի հատ էլ այդ մասին կխոսենք, կա ինֆորմացիաներ, որոնք հարկային մարմնին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո, այսինքն, եթե օրինակ որևէ ֆիզիկական անձ, որևէ գույք է օտարել իրավաբանական անձի եւ այդտեղ եկամտահարկ է գեներացրել, այդ իրավաբանական անձը այդ ինֆորմացիան պետական եկամուտների կոմիտեին կարող է փոխանցել մինչև մարտի 1-ը։ Այսինքն, եթե մարտի 1-ից հետո պետական եկամուտների կոմիտեն ունեն այդ ինֆորմացիան, ինքը քաղաքացու հայտարարագրի մեջ ինքնաշխատ տարբերակով կարող է լրացնել այդ բոլոր փոփոխությունները։ Այսինքն, սա հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ ավելի հեշտ լրացնեն իրենց հայտարարագրերը եւ իրենց հնարավորինս քիչ անելու բան մնա։ Երկրորդ բանը, որ ուզում եմ նշել, ինչի մասին այստեղ էլի խոսվեց, այս փոփոխությամբ չենք սահմանափակվելու եւ առաջիկայում չեմ բացառում, որ եւս մեկ փոփոխություն կանենք, մինչև տարեվերջ փորձելով շտկել են բոլոր տարընթերցումների տեղի տվող դրույթները, ավելի պարզեցնել այս կարգավորումները եւ որոշակի լուծումներ առաջարկել նաեւ կենսաթոշակառուների մասով։ Ու խորհուրդ եմ տալիս կամ խնդրում եմ մեր բոլոր գործընկերներին եւ իշխանական եւ ընդդիմադիր այդ աշխատանքներին ակտիվ մասնակցել եւ եթե առաջարկներ կունենան, այդ առաջարկները ներկայացնեն։ Առաջարկ նկատի չունեմ, պարոն Ավետիսյան, գաք ասեք, եկեք կասեցնենք կամ հետաձգենք կամ չգիտեմ ինչ անենք, համակարգը ավելի հասկանալի, պարզ ու աշխատող դարձնելուն ուղղված կառուցողական առաջարկներ անհամբեր կսպասենք այդ բոլոր առաջարկներին։ Իսկ հիմա մեր գործընկերներին խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին, որպեսզի մինչև մայիսի 1-ը նախագիծը արդեն ուժի մեջ մտած լինի։ Շնորհակալություն։